Մանկական Եվրատեսիլ 2025-ի հաղթող դարձավ Ֆրանսիան։ Երկիրը միջազգային մրցույթում ներկայացրեց Լու դե Լուզը։ Ֆրանսիան ժյուրիից ստացավ 152 ձայն և առցանց ձայներով 96 միավոր։ Երրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Անիտա Աբգարյանը, որը ստացավ 121 միավոր ժյուրիից, իսկ հանդիսատեսից 55 միավոր։ Մեծածավալ եզրափակիչ շոուն անցկացվեց Օլիմպիական գյուղում, մարմնամարզության ասպարեզում, և վրացի կազմակերպիչները ստացան բազմաթիվ դրական գնահատականներ։ Հիշեցնենք, որ Վրաստանը երրորդ անգամ հյուրընկալեց մանկական Եվրատեսիլը։ 2025 թվականին կազմակերպիչներն էին Վրաստանի մշակույթի նախարարությունը, Սթարինգ Ջորջիան և Վրաստանի առաջին ալիքը։ Խորհրդարանի աշնանային նստաշրջանը կավարտվի դեկտեմբերի 19-ին, իսկ արտահերթ նստաշրջաններ պլանավորվում է գումարել դեկտեմբերի 16-ին և 17-ին։ Ըստ կանոնակարգի, աշնանային նստաշրջանը պետք է փակվի դեկտեմբերի 3-րդ ուրբաթ օրը։ Հաշվի առնելով այն, որ հաջորդ շաբաթը ոչ նստաշրջանային հանձնաժողովային շաբաթ է, աշնանային նստաշրջանը փակելու նպատակով պատգամավորները կհրավիրեն բյուրոյին և կփակեն նստաշրջանը բյուրոյի նիստով։ Ինչ վերաբերում է արտահերթ նստաշրջաններին, խորհրդարանը նախատեսում է արագացված կարգով ընդունել մի քանի օրենքներ։ Արտահերթ նստաշրջանները հրավիրելու համար խորհրդարանի նախագահը կդիմի նախագահին։ Զուրաբ Գիրչի Ջափարիձեն Ռուսթավի թիվ 2-րդ հիմնարկը կլքի դեկտեմբերի 19-ին։ Այս մասին քաղաքական գործիչը տեղեկատվություն է հրապարակել սոցիալական ցանցերում։ Հիշեցնում ենք, որ Զուրաբ Ջափարիձեն ձերբակալվել և ազատ է արձակվել գրավի դիմաց խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար, որը նա չի վճարել, և մայիսի 22-ին գրավը փոխարինվել է կալանքով։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը ձերբակալվել է նիստերի դահլիճում։ Կալանավայրը լքելուց հետո Զուրաբ Ջափարիձեն ամենայն հավանականությամբ կսպասի նոր դատավճռի։ Դատախազությունը նրան մեղադրում է քրեական օրենսգրքի ևս 2 հոդվածով՝ սաբոտաժ և օտարերկրապետության նկատմամբ թշնամական գործունեությանը օժանդակություն, որոնք նախատեսում են 7-ից 15 տարի կալանք։ Կախեթիում հաշվում են վնասը։ Աղետը տուժել է տարածաշրջանի մի քանի համայնքներ, այդ թվում Թել Ավին։ Ուժեղ քամու հետևանքով վնասվել է բնակելի տների տանիքները, արմատախիլ եղել ծառերը, իսկ հազարավոր բաժանորդներին էլեկտրոէներգիա չի մատակարարվում։ Փոթորիկը տուժել է մի քանի համայնքներ, իսկ ամենաշատը Թել Ավին և Սագարեջոն։ Թել Ավիում, Վանթաշայում, Վարդիսուբանիում, Կուրդղելաուրիում և Ակուրայում մոտ 15 բնակելի տուն կորցրել է տանիքները։ Քամին Թել Ավիում նաև տապալել է բազմամյա ծառ, որն ընկել է 7-րդ հանրային դպրոցի շենքի վրա։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Աղետի գոտում է գտնվում Թել Ավիի քաղաքապետը։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարմամբ առաջին փուլում տուժած ընտանիքներին կապահովեն հատուկ վրաններով, որից հետո կորոշվի, թե ինչպիսի լրացուցիչ օգնություն կցուցաբերեն նրանց։ Ուժեղ քամին խնդիրներ է առաջացրել Շիդա Քարթլիում։ Խաշուրիում վնասվել են բնակելի տների և վարչական շենքերի տանիքները, ընկել են ծառերը։ Քամին մի քանի գյուղերում վնասել է էլեկտրահաղորդման գծերը և բնական գազի խողովակները։ Քաղաքում առավոտից մոբիլիզացվել են համապատասխան քաղաքային ծառայությունները։ Մաքրման աշխատանքներն ընթանում են։